31-ը Ռենջերի միջազգային օրն է։ Այդ օրվան նվիրված շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությամբ արդեն 4-րդ տարին անցկացվում է Ռենջեր մրցույթը։ Նախնական փուլը հաղթահարած մի քանի տասնյակ մասնակիցներից լավագույն 15-ը այս տարի մրցում են Շիրակի մարզում, Արփիլիճ ազգային պարկում։ Ֆիզիկական պատրաստվածություն և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են մեր երկրի եզակի բնության պահպանության առաքելությունն իրականացնելու գործում։ Ռենջեր 2026-ը սկսում է։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Ռենջեր մրցույթը իրականացվել է երկու փուլով։ Առաջին փուլում դիմել են բոլոր այն աշխատակիցները էկոպարեկային ծառայության եւ բնության հատուկ պահպանող տարածքների, ովքեր որ ցանկանում են մասնակցել եւ նրանք թեստային փուլ են անցել, որի գնահատման արդյունքում ընտրվել են եզրափակիչ փուլի մասնակիցները։ Եզրափակիչի մասնակիցները մի քանի փուլով են հաղթահարում իրենց առջև դրված առաջադրանքները։ Առաջինը ֆիզիկական պատրաստվածությունն է, երկրորդը տեղանքում կողմնորոշումը, երրորդը իմացությունը, գիտելիքը այն վայրի, որտեղ որ իրենք աշխատում են, չորրորդը հոգեբանական տեստ է, որը ցույց է տալիս նրանց աշխարհայացքը, նրանց մտածելակերպը, թե ինչպես կվարվեն, օրինակ անտառախախտի հետ կամ այն մարդու, որ որևէ խախտում է իրականացրել տվյալ տարածքում։ Եվս մի հատված, դա առաջին բուժօգնությունն է, դա որը որ շատ կարևոր է, քանի որ նրանք դժվարամատչելի վայրերում իրականացնում են իրենց ծառայությունը եւ շատ հաճախ պետք է լինում այդ գիտելիքը, որովհետեւ հանդիպում են տուրիստների կամ մարդկանց, ովքեր որ ինչ որ փորձանքի մեջ են ընկել եւ նրանց պետք է առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Կարծում եմ սա էլ շատ կարևոր գիտելիք է, որ նրանք պարտավոր են իմանալ։ Եթե իմ ցանկությունը եւ հնարավորությունը թույլ տար, ես ընդհանրապես կցանկանայի, որ յուրաքանչյուր մարդ, քաղաքացի պետության ներսում կարողանար հստակ տիրապետել անկախ տարիքից, սեռից առաջի բուժօգնության հնարքներին, որտեվ այս այն պոզիցիան է, երբ որ ցանկացած վարքյան, ցանկացած միջավայրին եւ ցանկացած ծանրության դեպքի հետ կարող ենք առնչվել։ Էկոպարեկների առաջի բուժօգնության հնարքների տիրապետումը իհարկե շատ ավելի կարևոր է, հաշվի առնելով մասնագիտական առանձնահատկությունները եւ աշխատանքային առանձնահատկությունները, եւ շատ հիմնավորված եմ համարում, որ առաջի բուժօգնության հարցերը եւս ներառված են ռենջերների մրցումների քննական փուլերում եւ ի ուրախություն ասեմ նաեւ, որ նախկին ռենջեր մրցումների փորձը, հատկապես 25 թվականի ռենջեր մրցումների փորձառությունը ցույց տվեց, որ անհրաժեշտ է նաև որոշակիորեն ուշադրություն դարձնել հմտությունների ձևավորմանը եւ զարգացմանը, եւ դրանից հետո բավականին լուրջ ծրագիր մշակվեց Կովկասի բնության հիմնադրամի կողմից, համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության եւ ներկայումս արդեն լիարժեքորեն ձևավորված էկոպարեկային ծառայության հետ, եւ սկսվեցին էկոպարեկների առաջի բուժօգնության պրոֆեսիոնալ տիրապետման դասընթացները։ Մի տեսակ այստեղ հակասական է կարծիքը, հա, մենք լիարժեքորեն փորձում ենք սովորացնել եւ միշտ մտածելով, որ Աստված չանի, որ այս հնարքները երբևէ ինչ-որ մեկի անհրաժեշտ լինեն։ Բայց անհրաժեշտություն լինելու դեպքում ցանկալի է, որ լինեն գրագետ մոտեցում, ինչը բերում է իհարկե լավագույն արդյունք։ Բավական հետաքրքիր անցավ մրցույթը,
ակնհայտորեն բարելավում են եւ մեր մասնակիցների ֆիզիկական տվյալները եւ գիտելիքներն են բավականին լավացել, ինչը արդեն մեզ համար բավականին լավ արդյունք է։ Հուսով եմ, որ մյուս տարի մրցույթը կլինի շատ ավելի ընդգրկուն եւ կունենանք նոր մասնակիցներ։ Հարգելի գործընկերներ, բոլորիդ շնորհավորում եմ օրվա նշանակության հետ կապված։ Ցանկանում եմ հետագայում ձեր աշխատանքում լինեք գիտակից, ուշադիր, հնարավորինս աշխատեք ձեր գիտելիքների վրա, ձեր իմացության վրա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև կազմակերպիչներին, ֆինանսավորողներին, որ դուք այս ամեն ինչը կազմակերպել եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ranger 2026 մրցույթում երրորդ տեղ զբաղեցնելու համար հրավիրում ենք Վահե Ախոյանին, Սասուն Փիրիյանին, Ալլա Միրզոյանին։ Երկրորդ տեղ զբաղեցնելու համար Հարություն Հարությունյանին, Անդրանիկ Ասատրյանին։ Ranger 2026 մրցույթում առաջին տեղ զբաղեցնելու համար Միքայել Պողոսյանին։ Ես երկրորդ տարին է ներառյալ որ մասնակցում եմ, անցած տարի գրավեցի երկրորդ տեղը ու այդ երկրորդ տեղի հիման վրա արդեն բնականաբար պատկերացում ունեի հնարավոր է նաև առաջի տեղ գրավելու։ Բացի իր այդ մրցույթային ֆորմատը, եթե այդ ֆակտորը հանում ենք մեջից, ինքը շատ ավելի կարևոր ու նշանակալից դեր ունի տվյալ ոլորտի, տվյալ մասնագետների շփման համար, քանի որ պատահական չի, որ այդքանով ենք հավաքվում մենք ստե, որովհետև նույն ոլորտից ենք ու ահագին փորձի փոխանակման կարիք կա, զգում ենք մենք դա ամեն տարի, հետեւաբար ինքը շատ մեծ դեր ունի մեր համար։ Շատ տպավորիչ էր մրցույթը ինքնին, իր կազմակերպչական թե բնույթով ու ձևով։ Միակ կին մասնակիցն եմ այս մրցույթում այս տարի, բնականաբար ցանկությունս մեծ կլիներ, որ շատ ավելի մեծ ներգրավվածություն ունենային կանայք, որովհետև հասարակությունում ընդունված չի կաղապարված ենք մի քիչ, որ կանայք չեն կարող նման մրցույթների մասնակցել, ուժայինից սկսած մինչև ոլորտային նույնիսկ։ Այդ պատճառով ցանկությունս մեծ է, որպեսզի կանայք ներգրավվեն նման ոլորտներում աշխատանքի ու նաև մրցույթներին նմանատիպ մասնակցեն, որպեսզի ցույց տան, որ մենք կարող ենք։